Վերնոյի մայրիկ ֆիլմ ինքնակենսագրական է և հիմնված է համանուն վեպի վրա։ Արդյոք լավագույն ֆիլմը դա լավագույն գրականության ծնունդն է։ Կինեմատոգրաֆիայի մեջ, օրինակ, երբ լավագույն գրականությունից չի ծնվել լավագույն ֆիլմը, օրինակ, ասենք, Ատրպետի պատմվածքի հիման վրա, Տժվժիկի հիման վրա նկարահանվեց ֆիլմ, որը մի քանի անգամ ավելի գերազանցեց, քան գեղարվեստական ստեղծագործությունն է, բայց այս պարագայում պիտի ասեմ, որ Անրի Վերնոյի ստեղծագործությունը մի տեսակ դժվար է ասել, որ մեկն է ավելի լավը ստեղծագործությունը, թե ֆիլմը, բայց որ երկուսն էլ ցնցում են մինչև հոգուտ խորքը, դա փաստ է։ Արկալություն։ Ֆիլմը դիտելիս տարատեսակ, բայց նաև նույնական ապրումներ և զգացողություններ ենք բոլորս ունենում, կարող ենք պնդել, որ յուրաքանչյուրս էլ քիչ թե շատ Վերնո ենք, և ինչու։ Իրական մինչև Վիլյամ ջան, քո հարցին անմիջական պատասխան տալը, պիտի ասեմ, թե ինչ գաղափարական թեմաներ են բացահայտվում այս ստեղծագործության մեջ, առաջինը, որ ես կուզեի նշել, հայ մարդու ճակատագրի խնդիրն է, որը իր մեջ ամփոփվում են երկու կերպարներ, որ կերպարը Հակոբի եւ Աբգարի կերպարը, որը ֆանտաստիկ կերպար է, իր ֆանտաստիկ լուծումներով, ուժի, կամքի եւ ապրելու ցանկության մեծ դրսեւորումներով։ Երկրորդ թեման, որ կուզենայի առանձնացնել, մոր կերպարի խորհրդանշական թեման է, որը իր մեջ ամփոփում է մեր մշակույթը, լեզուն, մեր ազգային արժեքները եւ պատահական չէ, որ մոր կերպարը իր մեջ ամփոփում են 3 քույրերը, բուլության քույրերը եւ իսկապես հանճարեղ լուծում է տրված եւ ինչպես Անրի Վերնոն ասում է հոգնակի մայրերը եւ հենց այստեղ էլ խորհրդանշական կերպարը շատ լավ բացահայտվում է եւ էլի հայ մոր կերպարի խորհրդանշական մեծ նշանակությունը իր ողջ ընդգրկմամբ ներկայանում է։ Հաջորդ թեման, որին կուզենայի անդրադառնալ եւ որը ոչ պակաս կարեւոր է, այն, որ մեզանից յուրաքանչյուրը իր մեջ կրում է հայ ժողովրդի պատմական ճակատագիրը եւ ֆիլմի ուղերձներից եւ ստեղծագործության ուղերձներից մեկն էլ հենց այն է, որ անկախ նրանից, թե ինչ պատուհասի, ինչ դժբախտության է հանդիպում մարդը, իսկ իմ կարծիքով հայրենազրկությունից եւ հայրենիքը կորցնելուց ավելի ծանր ողբերգություն չի կարող լինել, գոնե հայ մարդու համար եւ Անրի Վերնոյի ուղերձներից մեկն էլ այն է, որ չնայած այդ մեծ անտանելի ցավին մարդը իր մեջ պետք է ուժ գտնի պայքարելու եւ առաջ նայելու եւ կերտելու գոնե իր սերունդների համար այն ապագան, որը ինքը երազում է, ինչպես մենք տեսնում ենք ստեղծագործության հերոսների կյանքում եւ այդ ամենի մեջ չկորցնելու իր արժանապատվությունը եւ մարդկային մեծ կոչումը, այսպես ասած։ Եվ հաջորդ ուղերձը, որը կարծում եմ այս բոլորի ամբողջացումն է, հայ մարդու ինքնության արժևորման խնդիրն է, որը բարձրանում է ստեղծագործության մեջ, եւ այսքանով հանդերձ այս ամբողջով ես ուզում եմ գալ քո հարցի պատասխանին, որ այո, մեզանից յուրաքանչյուրը Անրի Վերնո է, որովհետև Անրի Վերնոյի կերպարը հայ մարդու երկխոսությունն է իր անցյալի եւ ներկայի ու ապագայի միջև։ Եվ սրանով հանդերձ հայ մարդու համար Անրի Վերնոյի մայրիկի կերպարը մի տեսակ իր ներսի արմատն է, իր ամբողջ խորությամբ եւ ընդգրկունությամբ, որն իր մեջ ներառում է եւ մեր մշակույթը, լեզուն եւ հուզական շերտերը, հոգատարությունը, սերը եւ անվերապահ եւ անձնվեր նվիրումը, որը մենք տեսնում ենք ստեղծագործության մեջ։ Մենք բոլորս Անրի Վերնո ենք։ Շնորհակալություն Տիկին Պապյան։
J'aimerais te présenter mon professeur. Շարլոտ, ես ճանաչում եմ դրան։ Ավելի ճիշտ, մենք նախկինում հանդիպել ենք։ Չհիշեցնեք ձեր անունը օրիորդ Սարսեցյան։ Je suis ravie d'avoir l'occasion de vous revoir, Monsieur Zakar. Cette fois, ce n'est pas pour votre prochain spectacle, mais grâce à vos formidables enfants. Charlotte vous en a-t-elle déjà parlé? Papa, Adrien ne vous êtes rappelé Adrien Zakar. Ինչ է ուզում կոչվել։ Adrien Zakarian, maman a dit que c'est la grand-mère qui lui a donné l'idée, mais en réalité, il a vu la pièce 3 fois et a décidé de porter le nom de Zakarian. Դու Շարլոտ, ինչ ես ուզում հայրեն սովորել։ Pourquoi pas? Nous allons parler à Adrien et les autres nous ne comprendrons pas. Il existe des raisons bien plus importantes de parler arménien que de simplement communiquer avec son frère sans que les autres comprennent. Ես չեմ կասկածում, որ այդ արժեքավոր պատճառները նա ձեզնից սովորի։ Ես իրականում չէի կասկածում բարում, ինչպես թե չէի կասկածում հայրի, այնպիսի հուսահատված տեսք ունեի, իբրև կարողից չէր զոհել։ Հայրը իսկապես չէր կարող։ Սովորական բոլոր ինքնությունները թափվում է այսօրվա առաջին։ Սանտրի ուղիքը Գրողը տանի, ես բացարձակապես քաղցած չէի, բայց իմ հոր խոսքերը, մորս հիացմունքից չկշնացած աչքերն ու իմ մորս հավասար ինձ մայրություն արած մորքույրներիս ոգևորությունը ստիպեց համտեսել հորս պատրաստված բոլոր խորտիկներն ու հիացական բացականչություններ արձակել յուրաքանչյուրի համար։ Ես արդեն ոչ միայն քաղցած չէի, այլև անընդունակ էի տանելու։ Չեմ հիշում հորս տոլմաներն էին ինձ ժպտում թե չէ, բայց մորաքույր Աննայի աչքերը հաստատ ժպտում էին։ Ես տևական ժամանակ ընտանիքից հեռու էի ապրել, բայց ամեն անգամ կարոտով էի հիշում Աննա մորաքրոջ պատրաստված վարդի մուրաբաները, որոնք հանուն անկեղծության առավելապես կուրսեցիներս էին վայելում։ Ու մեկ էլ կարոտով հիշում էի մանկությունս, որտեղ տեղափոխել իրականում այնքան էլ բարդ չէր, երբ հայտնվում էի մորս, հորս և մայրություն արած ինձ մորքույրներիս կողքին։ Իմիջայլոց մորքույր Աննան քույրերից ավագն էր, և ծնողների մահից հետո երդում էր տվել, թե չի ամուսնանալու և պահելու էր երկու քույրերին, մորս Արաքսին և կրտսեր քրոջս Գայանեին։ Այս ճամփորդները ամեն անգամ որ տեսնում եմ, ես ինչ եմ հիշում։ Հաստատ մարսել տեղափոխվել է։ Այո։ Բայց հիշում ես, թե առաջին անգամ մեր տատերը եկել էր մեզ ծնողներին։ Խեղճը ապշել էր, որ տեսավ թե քանի ճամփորդա, բայց ավելի շատ որ տեսավ թե քանի բացակայում միանգամից ապրել էր տանը։ Կներեք, սա որ զոհանուց չգիտեի, որ երեքի փոխարեն դիքին։ Բայց մի լուծումը առաջ մտա, չէ՞։ Լուծումը հավելավճար չէ։ Լուծումն իրոք հավելավճարն էր, այլա։ Բայց գումարը տալուց հետո ես հիշում եմ իր խոսքերը անհետպես։
Եթե դուք 7-ն եք, ուրեմն 3 չեք։ Աստված ինձ այնպես չէր տպավորվել, փաստորեն եթե գումարների ավելացնեինք, ապա 7-ին էլ համաձայն կլիներ։ Որովհետև գումարին հավասար են բոլորը։ Մորս ասացին, որ ընդհանուր բանոց են նորը և պետքան, վերջին խնայողությունը անեց և տվեց։ 4 քարկում ես դրանք փոխանցեցին ինձանից, բնական դրանք փոխելու առաջին հաշի թողեցին, որ ես պատրաստեմ գարան ուսել։ Օլալա, հիշում եմ, ես դեպից հետո գնացի բանոց, նստատելով հետո համեստության չէր բայց ինձ կհալով։ Հիշում եմ ասացին, թե ես ինձ կան, դուրը չի գալիս իրանք Բայց դուք կմեկտար, չէ՞ պատկերացնել, որ մեկ գիշերվա անցածում հնարավոր կլիներ գարան ուսուցել կամ արտիքով։ Այդ մուտքերի մեջ մենք շատ լուսավոր օրեր կիսացվին։ Մարդ վճարով կարող տան բացներ գնալ, տուններ կանի, բայց մարդ հիշողություն չի արվում։ Այդ մուտքերին մենք ենք իրականական մեր հիշողությունների համար։ Մեկ էլ որ այսպիսի լուսավոր կհանդիպի։ Ես գետնին էի քնում, բայց ամենամեծ ու ամենահարմարավետ տեղն իմ անկյունն էր։ Ու անգամ այդ պայմաններում, երբ մորս առաջնահերթություն իմ անկական խաղաղքումն էր, ես գիշերները հաճախ էի արթնանում։ Հայրս, մայրս և ինձ մայրություն արած երկու մորքույրներս գիշերն արթնանում էին ու պատերից հավաքում փայտոջիլներ։ Հայրս ասում էր, թե փայտոջիլներին ճզմել պետք չէր, որովհետև անտանելի հոտ էր գալիս։ Չաշխած արյունը, որի հետքերը մնում էին պատերին։ Բայց զավեշտալին դա չէր։ Երբ մի գիշեր դարձավ ծնողներից ձայնից արթնացա ու տեսա, ինչպես են սենյակում կիսաքնած ուրվականների պես փայտոջիլ որսում, ասացի, պետք է բողոքենք տանտիրուհուն, չէ՞ որ վճարում ենք։ Խոսքս դեռ չի ավարտել, երբ Աննա մորաքույրը վրդովված միջամտեց։ Ինչ ես խոսում, կասի դուք հայրդ եք ձեզ հետ բերել։ Պատերի ճեղքերից ամեն գիշեր ներս մտնող փայտոջիլների հետ ապրելը լացելու բան էր։ Բայց այդ գիշեր մենք երկար ծիծաղեցինք։ Ու իրավացի էր, երբ մայրս ասում էր, թե մեր հիշողությունների համար մենք իրար ենք պարտական և մեկ էլ մութ օրերին, որ լուսացրինք միասին։ Որ տարիներ շարունակ մեր համար կյանքը բացի նոր ընտրտուքներն էր, բացի դրանից իմ ուսման հարցն էր։ 7 տարեկան չկայի դուք արդեն բանիկալի լավագույն դպրոցներ ու համալսարանները։ Եվ իդեպ որ գիշերը կարելի ձեր պատերը լուսացնել։ Բայց դրա եղած մի կարելի չէ։ Այլ բայց այս բան ձեր համար կարելի չէ։ Շապիկները կարելի աշխատանքը չէր ավարտում, պատվիրատի համասարանները կախված կարելի աշխատում։ Ճանաչելիություն, Հակոբ, ճանաչելիություն, ո՞վ դու ես գովազդել։ Այդ դա մեր կարներ, մեր կտորը, առանց արտադրողի։ Մենք էլ մեր անվան փոխարեն մեր գնորդի անուններն ենք։ Մեր հարևաններից մեկը միություն անի, գիշերով մոտեցել և հասցել, որ գիշերը անհետատ եք կողմի, դիտել որ անում։ Բայց ես միջին կարողություն եմ, ընդհանրապես չի ապերում իմ զումով։ Այս դուք մեկը դեպրոց չեմ, դուք մանեք գալին դավագույն համալսարանները։ Հիշում որ ոթաչու ես ու դառնայի, հետո ֆիլմ էր գրավում, այս դե տարիքներս Մոցարտը չէ։ Սուրճը պատրաստել եմ բոլորիս հաշվով մի բանն ավել։ Չեմ հիշում մի դեպք ես որը մեկ հրաժարն է։ Ով է առաջին օրինը սրտի և կտապոտի համանությունը, բայց իդալական։ Դեռ գետսում եմ կոմարի։ Հենց երկուսս ու հենց սրտի հետ, որպես տիսական։ Այդ շլանցացի գահելությունն է, որ հաշիվը կոշկյալ որ գիշեր ծոտում է։ Իմ նորմալ համարելով մի բան, որը կույն։ Մի հայ ժայել դերահասել կար մեր տանը, որ տուն մտնելուց առաջ տեներ դեպի վերջի սիգարետը, շատ լավ իմանալով, որ մենք գիտենք Հայերի դեպքում ծնողի ներկայությամբ ծխելը անարգանքի նշան էր։ Ուստի ես միշտ խուսափում էի, բայց այդ երեկո ես ընտանիքիս ներկայությամբ ծխեցի իմ առաջին սիգարետը։ Բնականաբար չէի հրաժարվելու, չէ որ հայրս էր առաջարկել։ Ես միշտ կարծում էի, թե մեր ընտանիքում Ֆրանսիայից ազդվածը ես եմ, բայց որդուն սիգարետ առաջարկելը ֆրանսիացիներին էր հատուկ, ու ինչպես պարզվեց նաև հորս, ով խորհրդանշում էր թույլատվություն մեծերի շարքին միանալու։
Իմիջայլոց։ Մարսելում մի սաստիկ ձմեռ այնպես է հիվանդացել, որ թոկաբորբով ընկել է անկողին։ Երբ բժիշկը զննության էր եկել և խնդրում էր ինձ շնչել, ինձ հետ հավասար շնչում էին մայրս և մորաքույրներս։ Երբ խնդրեց հազավ, ինձ հետ հավասար հազում էին մայրս և մորաքույրներս։ Երբ խնդրեց ասել 33, ինձ հետ հավասար 33 ասին մայրս և մորաքույրներս։ Ի վերջո, բանը հասավ նրան, որ մայրս և մորաքույրներս նկատողություն ստացան բժշկից, ինձ հետ հավասար նույնը կրկնելու համար։ Առանձին ազատ եք դիմավորում, Հակոբ։ Աբգաշը, Զաքարյանների իսկական բարեկամ։ Զումերտուն առանց զանգը տալու պետք է գործել։ Արաքսի լսում ես ինչ է ասում, առանց զանգը տալու։ Ես պետք է ազատին առաջինը դիմավորեի, դուք ինձ առաջ եք ընկել նրան հարցու փորձ անելու ու նորություններ իմանալու հարցում։ Աբգարի նեղ թուրքերը փոխեցին։ Օազիսում բերանս բացելու և ջուր խմելու համար ոտքս զյուպես պայթել։ Ապա թոքս հեռացի, արձիտակ ունելով ապրելու կարս։ Բժիշկը ասում է, որ ես թոքաբուժության կենթանի նախադիմն եմ։ Նախ մի թոքս հեռացի, հետո երկրորդը հեռացնելու ժամանակ ինչ-որ հակաբիոտիկ հայտնաբերեցին, որ պետք է խմեմ առավոտյան սուրճի հետ։ Ախ դու Աբգար, մայրի միացուր չել Աբգարի։ Անա մորակույրի բացում է։ Ուստում էր հաշվով է պատրաստել, բայց մի բան էլ անել։ Հիմա կողացա ժերորդու քանի հետանավոր միակ վերնում։ Քանի անգամ ընկել զտրոց ուղեկցել Աբգար։ Փոքր տղա է, շատ ես մեծացել։ Հիմա պիտի գլուխս բարձրացնեմ քեզ հետ խոսելու համար։ Արժանի Զաքարյանների քանքի հնավորում։ Դա հարց է, դամբրուկներ ես ինքս պետք է դարձնել։ Իսկ դու պետք է պատմես բոլոր նորությունները, ներառյալ այն թե այսու գործաների քիրոքները։ Ահա, ես էլի նորություններ բացել։ Այդ լավ է։ Ասում ես, Աբգար, դու ես մեղավոր։ Որդի, իջի, նոչ հետ ամուսնանալով դու կարծես որոշ չափով ամուսնանվել նաև իր աշխատանքի հետ։ Ձեթական փորձս քեզ օրինի։ Արտասով որ դա առողան Զաքարյան չի էր։ Ես ազատամի ֆրանսու եմ։ Ալլատ է տարել, մսյո ազատ, որդի իմ թորն է։ Մարդունակի ամուսնացել արդեն թոր, լավ դպատմի տեսնենք ով է, որտեղից է։ Մայրիկը կարծես կանչում է։ Աբգար, դա անգամենով մեկ չեղի անցնի ֆրանսու հետ։ Որում ինքն ինձ կանչին բնակարան։ Այսինքն տոնել նոր ես եկել, հա, մեզ հետ կիսվելու։ Նույնիսկ իրար չգիտենք, որտեղից եմ ես, ով եմ ես։ Հետ չի, եթե ասենք 2500 տարվա պատմություն պատմեց։ Իսկ դրա համար չի գնացել։ Լավ։ Աբգար, ազատ, մոտեցեք, թությունը։ Հեսա եկանք, մայրիկ։ Այսօր չտես ում եմ պատահման տեսել։ Քո դասարացում այրիկին եմ տեսել, որ այնքան նշանեկատ է եղել, որ իր ճղու խնջույքին նաև քեզ է կանչել։ Եթե չեմ սխալվում, հասցեն Բարադի փողոց 412 էր։ Որքան ենք անվանել մեր անվանդական չոսական։ Հայրս, մայրս և մորս հավասար ինձ մայրություն արած մորքույրներս, բայց որ ավելի ճիշտ կլինի ասել ընտանեկան խորհուրդը, որոշել էր, որ 10-րդ տուն ձեռնունայն չէի գնալու։ Դա հային հատուկ չէր և նաև էթիկապես սխալ էր։ Ես պետք է փախլավա նվիրեի։ Եվ քանի որ փախլավան պետք է պատրաստվեր բոլոր կանոնների համաձայն, մեզնից պահանջվեց կիրակի օրվա կեսը։ Մինչև հիմա հիշում եմ օշարակի բույրը, որ Գայանե մորքույրն ավելացրեց փախլավայի վրա, և հորս խոսքերը, թե 2 օրից օշարակն ամբողջությամբ կներծծվի։
օրը եկա, ինձ լողացրին, հագցրին նոր վերնաշապիկ և 17 կտոր փախլավայով ուղարկեցին Պարադի փողոց 412։ Դասընկեր Ալեքսանդրը, որ դասընկեր էր, բայց ընկեր չէր, չիմացավ ինչ եմ բերել, իսկ մայրը, որ իմացավ ինչ եմ բերել, կամահարանքով հանձնեց սպասավորներին։ Վերջիններս ախորժակով խժռեցին փախլավայի կեսը։ Մայրս այդպես էլ չիմացավ, որ տանտիկին ընտանիքից փախլավան սարսափելի էր համարել, որովհետև երբ վերջապես դուրս եկա նրանց բնակարանից ու տեսա փողոցի մյուս կողմում ինձ սպասող մորս, ասացի փախլավան շատ հավանեցին, ոչ մի կտոր չէր մնացել։ Տարիներով պահված շամպայնը։ Որովհետև ես էլ շամպայնից եմ։ Ավելի մորակույր։ Ինձ նանալով է լավանում, իսկ դու առանց նանալով ես լավ։ Զաքարյանների տան խմիչքը միշտ ջուրն է եղել։ Այսօր հերթը հասել է փրկրուն գինու, բայց այնպես պարզ է շիշը, որ նախը չկնասի։ Ստացանը շատ ամոր է, ոչ կգացես։ Շամպայնը զավելի հատուցվող եկոջան բացել։ Այդ ես բան, ոչ պրպուր կա, ոչ պրպեջ է։ Երևի գինին իսկապես գնացել է։ Ձեզ ով էր ասում, որ լավ գինի գնացել։ Աննան էր ասում, և ըստի ճիշտ էր ասում։ Այլ ես ասում, որ շամպայնից էր։ Դեղին շաքարատիկ։ Մարդը բերան լեզուն չի պտտվում, բաժակ բարձացնում մի բան արել։ Երբ հազարը փոքր էր, նորը սկսել դպրոց հաճախել, իր դասանցիներն ուսուցիչները չէին կարող իր անունը ճիշտ ասել, իմաստը ուղղակի չէր ուզում։ Բայց ես իր անունն ընտրել եմ, որովհետև ամեն ինչից շատ մենք ազատությունից ենք ձեռքվել, ու ամեն ինչից շատ ես սիրել եմ ազատությունը։ Որդուս կենաց է, որ իր կրթությամբ նվաճի ազատությունը և վերանվաճի մեր մարդավայել ապրելու իրավունքը։ Ձեր կենաց, որտեղ ասում, դա չկայացած Գիտություն իմ ծնողների ես դասընկեր չունեի։ Մարմնամարզության դասերին տղաները հերթով կանչում էին այն տղաների անունները, որոնք պետք է իրենց թիմին միանային խաղի ժամանակ։ Բայց իմ անունը այդպես էլ ոչ ոք չտվեց։ Դա նկատում էին նաև կաթոլիկ դպրոցի ուսուցիչներն ու լռում։ Բայց դեպքեր են եղել, երբ ուսուցիչներին զարմացրել եմ, ընդ որում առաջին օրով։ Բնագիտության առարկայից 20 միավորից 18-ն էի ստացել։ Դասը վերաբերվում էր միջատներին։ Ուսուցիչը խնդրեց միջատի օրինակ բերել, և քանի որ ոչ ոք չպատասխանեց, որոշեցի ինքս պատասխանել ու ինքնավստահ ասեցի. «Փայտո չի»։ Բնականաբար չասելով, որ մեր տանը դրանցից շատ կան։ Դե համեր եկել է այն մարդ։ It's
30 տարի անց մորս վերջին տարիներին ես արդեն ի վիճակի էի գնելու նրա հավանած տունը Պարադի փողոցում։ Այն մեծ բակ ու անսահման վարդեր ուներ, ու հենց վարդերն էին, որ հիշեցրել էին մեր հայրական տունը եւ պատմական հայրենիքում։ Ես փոքր էի ու չեմ մտապահել այդ տունը, բայց մորս հիշողությունից այն այդպես էլ դուրս չեկավ։ Երբ մորս առաջին անգամ ցույց տվեցին նրա տունը Պարադի փողոցում, մայրս ուրախությունից լաց եղավ եւ ցանկացավ ուրախությունը կիսել իր ամուսնու, իմ հոր, իր երկու քույրերի, մորս հավասար ինձ մայրություն արած մորաքույրերի հետ։ Եվ նրա ուրախության արդյունքները վերափոխվեցին իր հարազատների կորուստս գալու արդյունքների։ Երբ մայրս ծածկեց իր դեմքը արտասուքի կաթիլները թաքցնելու համար, ես դուրս եկա սենյակից թաքցնելու իմ սեփական արդյունքները։ Մորս սիրտը մաշվել էր սիրելուց, ինձ սիրելուց։ Ես կարոտում եմ նրա արտահայտությունները, որոնց ժամանակին ուշադրություն չեմ դարձրել, բայց որոնք մինչև հիմա շոյում են իմ ամենատակ հիշողությունները։ Անգամ չնախաճաշեցիր Ազատ, երեկոյան ուշ չգաս Ազատ, զգույշ լինես Ազատ, չմոռանաս տաքանքս Ազատ։ Ասում էր ու վերջին վայրկյանին ուսերից գցում փուլովերը։ Եվ իրավացի էր, ցուրտ ընկնելիս հագնում եք փուլովերը։ Անցել է ավելի քան 30 տարի ու այժմ, երբ մայրս ինձ հետ չէ, ես միայն հիմա եմ հասկանում, որ այլևս ոչ ոք չի աջակցելու ու ուսերից չի գցելու փուլովերս։ Եվ ես հաստատ գիտեմ, որ այդ պահին ես իսկապես կմրսեմ։ Եվ միայն հորս գործից հետո եմ գիտակցել, թե որն են արժեքավոր պատճառը, հանուն որի արժեք սովորել եւ խոսել հայերեն։ Դա այն լեզուն էր, որը հորս հետ հաղորդակցումը իսկապես ջերմ էր դարձնում, իսկապես հարազատ։ Հորս գործից հետո դատարկություն գիրեց, եւ միայն իմ լեզուն, եւ իմ լեզուն։ Եվ շարունակեց փոխանցել հիշողություններ հոր եւ իմ հարմատիվի մասին։